Ով տիրապետում է ներկային, նա տիրապետում է անցյալին, ով տիրապետում է անցյալին, տիրապետում է ապագային։ Նիկոլի կռիվը մեր անցյալի, մեր պատմության դեմ պատահական չի, դա իր իշխանության վերարտադրության կռիվն է։ Որ եթե չլինեն մենք, ապա չի լինի պետությունը։ Նիկոլը անոմալիա եւ իր այդ ոհմակ անոմալիա, մանավանդ ձեր հաղորդումն էլ տենց տրամադրում է իր անունով։ Հունիսի 7-ին Հունիսի 7-ին առնվազն ձեր կյանքից 10 րոպե ժամանակ, 15 րոպե ժամանակ եք հատկացնում, ձեր անձնագիրը վեկալում եք, գնում եք ձեր ամրագրված ընտրատեղամաս եւ քվեարկում եք ցանկացած ուժին։ Ձեր ձայնը պետք է օգտագործվի։ Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին Հանրապետական կուսակցությունը չի մասնակցելու եւ դրա մասին օֆիցիալ հայտարարություն է տարածվել, որ ձեր համագումարի ընթացքում որոշումը ընդունվե, որ դուք չեք մասնակցի այս ընտրություններին։ Կասեք ինչու։ Մեր համագումարին եթե հետևել եք, ապա վստահ եմ ֆիքսել եք նաև պատճառները, ուզում եմ պարզապես թվարկել։ Պատճառները հնչել են նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում եւ շատ ազնիվ ու անկեղծ էին։ Թեպետ սոցիոլոգիայով, իսկ մեր սոցիոլոգիան ամենաիրատեսականն է կյանքն է ցույց տվել այս տարիների ընթացքում, մենք ունենք բոլոր շանսերը ախտարելու մեզ համար անհրաժեշտ 4% անոստավազագույն շեմը, բայց կուսակցությունը խնդիր է դրել ոչ թե սեփական մանդատների, այլ հայրենիքի համար պայքարի եւ մենք որոշեցինք չմասնակցել, որովհետեւ առաջինը չենք ուզում էլ ավելի պառակտել ընդդիմադիր դաշտը։ Երկրորդը ուզում ենք օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է եւ պետք է ստորադասել նեղ կուսակցական շահերը հանուն ընդհանուր հաղթանակի եւ հաջողության։ Երրորդը որոշել ենք չմասնակցել, որպեսզի կարողանանք նաեւ շանս տալ բոլոր այն ուժերին, նոր ուժերին հիմնականում, որոնք կարծում են, որ նախկինները խանգարում են, այսպես ասած, իրենց հաղթանակին Փաշինյանի նկատմամբ, այդ շանսը իրագործել։ Այսինքն այս հիմնական պատճառներն են, որոնց հանրագումարը բերել է այդ կուսակցության համար բավական դժվար որոշմանը եւ նույն ելույթում Սերժ Սարգսյանն ասաց, որ հայտարարելուց ասես գիտեմ, որ պոպուլյար բան չեմ ասելու։ Դու կուսակցության շարքերի մի զգալի մասը տարածքային կազմակերպությունների, անգամ գործադիր մարմնի անդամների մեջ զգալի տեսանելի մաս իմ գործընկերների եւ ընկերների ուզում էր մասնակցել։ Այնուհանդերձ կուսակցությունը որոշեց այդպես վարվել եւ այդպես մոտենալ այդ շատ կարեւոր դատային մեր նորագույն պատմության մեջ։ Լավ, իսկ ինչ որ կուսակցական որոշում կա, չեմ ասում ներանձնական, այլ կուսակցական դիրքորոշում, ում եք սատարելու դուք, եթե դուք չեք մասնակցում ընտրություններին, որ կուսակցությանը կամ միավորմանը կամ Մենք սատարելու ենք, ինչպես հայտարարել ենք, բոլոր այն ազգային ուժերին, պետականամետ ուժերին, որոնց պատկերացումները Հայաստանի անցյալի, ներկայի եւ ապագայի մասին նույնական են կամ մոտ են մեր պատկերացումներին։ Տեսեք, նորմալ երկրում եթե լինենք, այո, մեր երկիրը նորմալ չի, հիվանդ է եւ սա որպես ծանր սրտով, որպես բժիշկ եւ քաղաքացի եմ ասում, եթե լինենք նորմալ պետություն, նորմալ երկիր, ապա մենք խոսենք ընդհանրապես ապագայում մեր տեսլականի բանի համընկնումների մասին, բայց մենք այսօր տեսնում ենք, որ այսօրվա Հայաստանում կռիվ է գնում նաև անցյալի համար, այսինքն այն ռևիզիոնիզմը, այն հիշողության պատերազմները, վոյնի պամյատի, այսպես ասած, այն դիսկուրսը, որ Նիկոլենք բերել են հանրային դաշտ, դարձնելով դրան քաղաքական օրակարգ, թելադրում են նաև ընդհանուր մոտեցումներ մեր անցյալի մասին, օրինակ ցեղասպանության, օրինակ Արցախյան շարժման, օրինակ ամենապարզ օրինակ այս վերջի օրերին նույնիսկ անկախության հռչակագրի Արարատ, անկախության հռչակագիր, այսինքն Ժվանեցկին էր ասում ժամանակին սովետի մասին, թե Ռուսաստանի չեմ հիշում հստակ, ասում էր «Мы страна с непредсказуемым прошлым»։ Ցավոք սրտի տենց անկանխատեսելի անցյալով ենք դարձել որպես պետություն, որովհետև այսօրվա իշխանությունները փորձում են այո ռևիզիայի ենթարկել, մեզ մեղադրում են ռևանշիզմի մեջ, այնինչ իրենք ռևիզիոնիստներ են։ Դա վատ բան է, ռևիզիոնիզմը եւ քաղաքականության մեջ, եւ փիլիսոփայության մեջ, եւ պատմագիտության մեջ բացասական բան է, եւ չի կարելի այսօրվա քաղաքական շահերի կոնյունկտուրայի համար վերանայել անցյալը։ Այդ այն է, ինչի շուրջ, այո, այսօր հիմնական քաղաքական դիսկուրսն է, շատ պարզախի։
իշխանության սխեման ժամանակի նկատմամբ, իշխանություն ժամանակ, եթե կոորդինատների համակարգը գծենք, ապա ով տիրապետում է ներկային, նա տիրապետում է անցյալին։ Ով տիրապետում է անցյալին, տիրապետում է ապագային։ Նիկոլի կռիվը մեր անցյալի, մեր պատմության դեմ պատահական չի, դա իր իշխանության վերարտադրության կռիվն է։ Դա ապագայի համար, իր ապագայի համար կռիվն է։ Ինքը դեռ, որովհետև եթե մնաց հին անցյալը իր բոլոր ճիշտ շեշտադրումներով, տաբուներով եւ կարմիր գծերով, դոմինանտներով, թարգետներով եւ այլն, այդ անցյալով ժողովրդի ապագայում ինքը տեղ չունի։ Այսինքն, որպեսզի ինքը ապագայում տեղ իր համար բացի, ինքը փոխում է այսօր մեր անցյալը, որպեսզի այն ինչ որ անոմալիա էր, դեմ Նիկոլը անոմալիա է, իր այդ ոհմակ անոմալիան դառնա նորմալ։ Այդ իշխանները սիրում են ասել, չէ, ասում է it's not a bug, it's a feature։ Դա խախտում չի, դա նորմա է։ Այ Նիկոլը այն ինչ որ բագ է իր մոտ, տեխնիկական լեզվով ասած, չեպ է, զբոյ է, ինքը փորձում է դա սարքել նորմա։ Ամբողջ ազգի համար։ Ամբողջ ազգի համար, այո, ամբողջ ազգի համար։ Բայց դրա հետ մեկտեղ հնչեցվում են մեղադրանքներ, որ դուք եք բերել այդ անոմալիային։ Գիտեք, ես այդ մեղադրանքները լսել եմ առաջին իսկ պահից, երբ 18-ի էյֆորիկ տրամադրություններից հետո մի քիչ սկսեց մթնոլորտը կամաց սառել, եւ այն մարդիկ, ովքեր մեզ մերժում էին, ովքեր մեր մահն էին պահանջում, թաղում էին, ովքեր իմ պատուհանի տակ եւ իմ ընկերների պատուհանների բնակարանների տակ իրանց կանանց, մարդկանց, երեխաների ներկայությամբ քֆուր էին գոռում, այդ մարդիկ դրուկ մեզ սկսեցին մեղադրել, որ մենք բերել ենք Նիկոլին։ Այդ ամենաանարդար եւ ամենազավեշտալի եւ կներեք գիտակցման դեպքում ամենաանբարո մեղադրանքներից է, որ կարելի է ինձ եւ իմ ընկերներին մեղադրել։ Երբ որ ես մեկ-մեկ բացում եմ Facebook-ը, դե մեսեջները որ կարդում ես, ունի հիմա 3 բաժին։ Message request, spam, դե 3-ն էլ պարբերաբար նայում եմ։ Ուրեմն request-ների մեջ եւ spam-ի մեջ տեսնում եմ նամակներ, պարոն Աշոտյան, փրկեք մեզ կամ խիչեք մասնակցում, մեր ձայնը ձերն էր, մենք ձեզ սիրում ենք, լսում ենք, scroll եմ անում, վերևները թե ինչ է գրել այդ մարդը էլի։ Մենք այդ անում խոսքի 18-ի ապրիլին ինձ քֆուրա գրել, կամ եթե կինա տենց ապրիլի մայիսի կոմերը, որ Նիկոլին չընտրեցինք 18 թվականի մայիսի 1-ին, ինձ անեցկա գրել, այսինքն այդ մարդկանց դինամիկան այդ մեսեջների մեջ կա։ Կան մարդիկ, որոնք շուստրի են, տենում ես, որ message deleted, այդ օրերի, հա, ու տակը տիպը ձեր ցավը տանեմ։ Կան մարդիկ, որոնք ներողություն են խնդրում, շատ են այդ մարդիկ, ու Աշոտյան ջան, կներես, խոսքի քեզ չէինք սիրում, եւ այլն, հիմա խոսքի միասին պայքարենք։ Տենց սահուն եկանք ատելության մթնոլորտի թեմային, քանի որ դու ամենատուժվածներից մեկն ես, եթե տենց հա վերցնենք, չեմ ուզում պատկերացնեմ դա ինչ զգացմունքն է, երբ որ քո երեխեն նայում է պատուհանից դուրս ու տեսնում է պապայի անունով պսակա դրած կամ դագաղի այս կրշկեքից, ոնց կարողացար դուրս հաղթահարել այդ ամեն ինչը դուրս գալ այդ ամեն ինչից։ Ես սերել եմ մի ընտանիքից, որը կպած է իր հողին, հա։ Ու ցավոք սրտի իմ երկու արմատները եւ հայրական եւ մայրական այսօրվա Հայաստանի Հանրապետությունում արմատ չունեն։ Ես գյուղ չունեմ Հայաստանում։ Խի, որովհետեւ պապայիս կողմը Արեմտյան Հայաստանից է, իսկ մամայիս կողմը Ղարաբաղից է եւ Բաքվից է այդ կողմը։ Այսինքն ես Հայաստանի Հանրապետության այսօրվա Նիկոլը, որ գծում է այդ սահմանը, այդ իմ պետությունն է, բայց այդ մենակ այդ իմ հայրենիքը չի, իմ հայրենիքը ավելի մեծ է։ Եվ այս պայքարի խնդիրների կորուստների մեջ երևի գենետիկական է վերապրելու ցանկությունը։ Դրան իհարկե գումարվել է նաև այն փաստը, եթե անկեղծ խոսենք, ես այնպես չի որ 18-ին էի հայտնվել ատելության թիրախում։ Դրան նախորդել են 16 թվականի Բաղրամյանի դեպքեր, ես հասկանում եմ խի, որովհետև մեր իշխանությունը միաժամանակ շատ բազմաշերտ էր։ Եվ քանի որ կար վիզիտնի կարտոչկեն այդ իշխանության, խոսացող գլուխները, այսպես ասած, քաղաքական գործիչները այդ իշխանության, ոչ ուժայինները, ոչ ֆինանսական սեկտորի ներկայացուցիչները, բիզնեսի եւ այլն,
հենց բուն քաղաքական գործիչները, Շարմազանովը, Արփինեն, Վիգենը, ես եւ այլն, հա, մարդիկ, որոնք ելնում խոսում էին եւ ատելությունը հանրային դժգոհության պարագայում կոմուլացվում էր ոչ թե Մաքսայենի ինչ-որ մի բաժնի պետի շուրջ, որի անունը ոչ մեկ չգիտի, այսօր պարզում է այդ մարդը կարող 10 տուն ունենա այդ կոռուպցիոն, այսպես ասած, մեղադրանքների եւ միֆերի շրջանակներում, այլ կոմուլացվում էր մեր շուրջ։ Եվ ես 18-ը վերապրել եմ նախ եւ առաջ, որովհետեւ պարտավոր էի դա անել հանուն իմ ընտանիքի, հանուն այդ նույն երեխեքի, որոնք դասի չէին գնում այդ օր։ Ես չեմ պատմում սարտաճմնիկ պատմում, ես պատմում եմ պատմություններ, ոչ թե ինչ-որ տենց համերաշխության կամ կարեկցանքի ակնկալիքով, ես վաղուց սովորել եմ, որ պետք է շնորհակալ լինել մարդկային վերաբերմունքին եւ երբեք այդ վերաբերմունքը չակնկալել։ Այսինքն ինձ համար, տեսեք, մտակ ձեզ մոտ ձեր աշխատակիցներից մեկը շատ ավելի ջերմ էր, քան մնացած բոլորը, եւ ես դա չէի ակնկալում, բայց շատ շնորհակալ եմ, դա ինձ լիցքավորում է։ Եվ մյուս պատճառը, որ ես դա վերապրել եմ, իմ կուսակցությունը, այդտեղ ես չեմ կարա լինելով այդ կուսակցության շարքերում մնացած ոչ վերջին անդամներից մեկը այդ տարիներին, ես չէի կարա ինձ թույլ տալ, որ ինչ-որ մեկը ինձ այդ hatred-ով, այդ ատելությամբ ոչնչացնի, դա բացառված բան է։ Ես շատ բան եմ տեսել իմ կյանքում դժվարությունների առումով, բայց ավելի բարդ բան, ավելի դժվար ու ողբերգական բան, քան 44 օրյա պատերազմի արդյունքներն եւ Արցախի կորուստը ես չեմ տեսել։ Այդ ամեն ինչը վերապրած մարդու համար մնացածը սա սեմիչկի ռուսի ասած, այսինքն իմ աչքին ոչ մի բան չի երևում։ Ոչ իմ շուրջ եղած երբեմնի կամ այսօր գուցե պահպանվող բացական էներգիան, ոչ ես իմ բանտարկությունը, ոչ մի բան իմ աչքին չի երևում, որովհետեւ երբ որ ես վերցնում եմ այդ абсолютный նոլը, հա, այդ абсолютный նոլը իմ կյանքը չի, այդ абсолютный նոլը այն ազգային ողբերգությունն է, որի մեջ մենք ապրում ենք իմ թվարկած էլեմենտներով, տարերով եւ этаպներով, դա է խնդրեմը։ Так что այդ օրերի դժվարությունները եւ այլն այսօր էլ կան տենց մարդիկ, հա, տենց fake են մեծ մասը, հիմա կարող ես ձեր YouTube-ում նստել ինչ-որ մի անասունություն գրել, առաջ կպատասխանեի, գիտես, հենց հիմա կասեի, խոսքի էս ալիքի տակ ինձ քֆուր գրողի, էս ինչը։ Չէ, մի ասա, իրանք լավն են։ Չեմ ասի, չէ, գիտես խի չեմ ասի, որովհետև Նիկոլը իր բուծած մտնոլորտի նման է, իր ֆեյքերի, իր ագրեսիվ աջակիցների, իրանք սնվում են ատելությամբ։ Իրանք քեզ ատում են ու վախով։ Հա, իրանք քեզ ատում են, եթե դու փոխադարձաբար իրան ատում ես, ինքը դառնում է ուժեղ։ Երբ որ դու իրան անտեսում ես, ինքը մեռնում է։ Այսինքն ինքը ունակ է, Նիկոլը ստեղծել է շատ հետաքրքիր սոցիալ-հոգեբանական մեխանիզմ, երբ որ ինքը սնվում է այն բացական էներգիայով, որ ինքն է առաջացնում իմ մոտ։ Դրա համար իմ բոլոր բացական էներգետիկաները էմոցիոնալ դաշտից ես մաքրել եմ, ես իրան դիտարկում եմ բացառապես քաղաքական, իրավական, քրեա իրավական, հոգեբուժական երբեմն, բայց ոչ երբեք էմոցիոնալ, այսինքն փորձում եմ գոնե, հա, թեպետ մեկ-մեկ անես բաներ եմ լսում, որ հազիվ եմ ինձ զսպում, մի հատ նայում եմ կողքսով կա նոր պապուս ասած, լուսահոգի պապուս ասած, մի երկու քաղցր բառ գոնե մտքումս չհնչեցնեմ, իհարկե պետք է հնչեցնել։ Մանավանդ ձեր հաղորդումն էլ տենց տրամադրում է իր անունով, այսպես ասած։ Եվ շատ ճիշտ անուն է, դեպ մեր այսօրվա վիճակին բնորոշ։ Մենք էս ինչ վիճակում ենք, էս ինչ վիճակ է, էս երկրի վիճակն է։ Էս կակովը խրեն է կներես, էլի։ Էս չկա սենց պետություն, հասկանում ես։ Հիմա աշխարհում 197, հա, ՄԱԿ-ի անդամ, 197-ն են։ Հա չկա սենց պետություն, որ էս վիճակում է։ Ու խոսքը չի գնում սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, խոսքը չի գնում ծովից ելք չունենալու մասին, խոսքը չի գնում այդ ամեն ինչի մասին։ Խոսքը գնում է դրա մասին, որ ինչ որ կուսակցության եւ իշխող ուժի ներկայացուցիչները իրենց թույլ են տալիս ասել, որ եթե չլինեն մենք, ապա չի լինի պետությունը։ Դա ես շնորհակալ եմ իրանց այդ բաների համար։ Խի, որովհետեւ մտածող մարդու համար այդ հերթական red flag-ն է։
Ես հուսով եմ այսօր այդ red flag-երը, այդ ահազանգերը, այդ ալարմները ավելի շատ են աշխատում, քան 18-ին, երբ որ նորմալ մարդիկ, եթե հարբած չլինեին էյֆորիայով եւ բանով, չեն կարող նիկոլական մնալ 18 թվականի ապրիլի 25-ն էր, 26-ն էր, որ նա հայտարարեց, եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենալու։ Առաջի ֆեյլից հետո, Այսինքն ես գիտեմ մարդկանց մի քանիսին, որ այդ ժամանակ սթափվել են, բայց մեծ մասը չի սթափվել։ Հուսով եմ այսօր նմանատիպ խայտարակությունները, որ նետվում են իրանց շուրթերով հանրային դաշտ, որոնք խոստովանություն են այն մասին, որ նրանք անբարոյ են, որ նրանք հիվանդ են, որ նրանք հակազգային ու հակապետական են եւ նրանք վտանգավոր են, այսինքն դա գժության նշան, բայց նա դնում է իրան գժի տեղ։ Հիշում ես Սերժ Սարգսյանը հրապարակեց սկանդալ էին իրականում ձայնագրություն, որ այդ պահին մարդիկ չգիտես երևի էրոտիկական պորնո են սպասում, բայց մարդիկ սովոր են ավելի այդպես։ Այսինքն դրանից ավելի մեծ աղետ խոսքի ջանդամից թե ով կլիներ այդ կներես այդ վիդեոյի հնարավոր վիդեոյի վրա ինչ սեռական հարաբերություններով ում հետ այնց վաբշե չէր հետաքրքրում, բայց այն ինչ որ հրապարակվեց 21 թվականի ընտրարշավի օրերին, որ մարդը ազգային հարցով սուպեր պետությունների մոտ, գերտերությունների մոտ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա իրան դնում է գժի տեղ, դրանից ավելի մեծ պորնո, այսինքն այդ էր չեպեն, թե ով ում այդ կքներ եւ ով կտենար ինչ կասեր, ինչպես են Չիպուխայի մեջ, այդ вообще ոչ մեկին չի վերաբերվում։ Բայց նա իսկ սա վերաբերվում էր բոլորիս։ Ինքը ազգաբնակչությանը սովորեցրել է դրան, որ իր ամբողջ խմբագրական, հա, եւ լրագրողական պատմության ընթացքում ինքը սովորեցրել է, որ պայթուցիկ բաները, այսինքն այդ ինֆորմացիոն պովոդները պետք է անպայման ինչ-որ սեռականի հետ կապված լինեն, ոչ թե Ես համաձայն չեմ, որ ինքը այդ սեռականիզմի բաներ կնքայրերից է, ես որտեղ իրականության մեջ դա այդպես չի, բայց այն որ ինքը լավագույնս է հիմա օգտագործում ցանկացած գիտես են որ ժամանակին անգլիացիք էին ասում քաղաքական գործի համար ցանկացած հիշատակում բացի մահախոսականից պլյուսը այլ Նիկոլը դրա սուպեր պուպեր ռեմիքսն է, դրա տերաբայթն է, որովհետև ինքը այսօրվա իր գործունեության մեջ անդիմությանը միացյալ մեզ կրում է մի քանի կրիտերիաներով, ինքը կրում է, որովհետև ահավոր աշխատասեր է, ահավոր Ինձ թվում է ուրիշ տարբերակ չունի։ Ինքը կրում, չեմ ասում խի, ինքը կրում է մեզ այս պահին, որովհետև ավելի լավ գիտի ժողովրդի ներկայացների նիզմի ինստինկտները, կներես լափելուց սկսած, հա, ինչ որ ինքը տես խորոված փարտ եւ այլն։ Երրորդը ինքը չունի բարոյականություն, որպեսզի իմանալով այդ ինստինկտները չբերի այդ ինստինկտները հանրային դիսկուրս, հա, այսինքն եւ չորրորդը երևի ինքը չի հոգնում, նպատակասլաց է հասկանում, շատ նպատակասլաց է այս պայդրությամբ։ Մեկը ես անդիմության գործունեության ռեժիմը ին վրա եմ բերում օրինակը զուտ բանի տեսակետից, որ ոչ մեկին չնեղացնեմ։ Ինքը ամեն օր պայքարում է Հայաստանի դեմ, իսկ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ամեն օր իր դեմ չի պայքարում։ Եվ ամեն րոպե եւ ամեն ժամ չի պայքարում։ Եվ սա խնդրեմ է, սա ասիմետրիա է։ Սա գիտես ոնց որ քեզ մեկը թունավորի մշտապես կամ դու ունենաս թարախաբշտիկ, բայց անտիբիոտիկը այդ աբսցեսի դեմ խմես ոչ թե օրը 4 անգամ որ պետք է խմես, այլ օրը մի անգամ կամ օրու մեջ։ Այստեղ խնդրեմը հաջորդ օր առաջանում է եւ սա անալոգիա է քարոզչական դաշտի հետ։ Այդ միկրոբը, այդ բակտերիան ռեզիստենտություն, դիմադրողականություն է ձեռք բերում այդ քո անտիբիոտիկի նկատմամբ։ Եթե դու ճիշտ չես անում դա ճիշտ ռեժիմով, ստացվում է որ էդ էլ չի ազդում, որտեղ ինքը դրան սովորել է։ Եվ այսօրվա քարոզչական դաշտում իմ անալոգիան հələ մտավի պրոյեկցի։ Ինքն ինչ էր անում ընդդիմությունը, բացահայտում էր Նիկոլի ստերը։ Բայց բացահայտում գիտես ոնց ասած, անդ փոքր ստերին չեն կանդրադառնում, դե մեծ սուտ է արդեն մեկը ասելա չկրկնը։ Այսինքն մեկ էլ հիմա որ բացահայտում են ստերը, մարդկանց մի զգալի մաս ասում է, հա, ստախոս է, հետո ինչ։ Այտենց է, այսինքն այն էֆեկտ разорвавшейся բոմբի, որ ես ին վրա եմ զգում, երբ որ ես Facebook-ում ժամանակին ու հիմնականում արտաքին դիվանագիտական անվտանգային բլոկն էի բացահայտում իր այցերի ստերը, իր այցերի ժամանակ բանակցությունների եւ
press release-ի չհամապատասխանությունները եւ այլն, ես հիմա զգում եմ, որ այդ մարդկանց շատ քիչ է հետաքրքրում։ Ու տենց բոլոր սոտերի առումով, դες խի, որովհետեւ մենք մեթոդաբար ռեգուլյար չենք կարել դա, եւ հիմա պետք է ընտրել կոմբինիրованный Այսինքն թերապիա։ թարախը համոզել է օրգանիզմին, որ թարախակալած լինելը դա նորմալ է։ Թարախը դարձել է օրգանիզմի մաս։ Այսինքն, երբ որ միտեղ թարախ է, եթե այդպես կների էլի մեծ հեռուստադիտողը համարենք, ես աշխարհայացքով բժիշկ եմ եւ լավագույնս այդ օրինակներն եմ կարծում եմ կարողանում քաղաքական բան բերել նարատիվների դաշտ։ Թարախ կա կամ ինքը կտրվում է, ինչը մենք չենք կարող անենք, այս դեպքում կտրվելը իշխանափոխության փողոցային տարբերակն է, հա, կամ ինքը ներծծվում է, եթե ճիշտ թերապիա ես անում, դեղեր ես ընդունում առանց դանակի, կամ ինքը բան անում, վարակում ամբողջ պատմուճանի մեջ է մտնում, հա, այսինքն հաստանում է իր բանել դժվար է իրան բուժել եւ սկսում է տարածվել։ Էս է, այսինքն թարախը դարձել է աբսցեսը դարձել է օրգանիզմի մաս այսօր եւ գնալով այդ քայքայիչ ազդեցությունը տարածվում է եւ մենք սկսեցինք քո հարցից ոչինչ չէ որ դու անցանք դու էլ դու խնդրում եմ դու եւ խոսանք մենք վաղուց ենք իրար ճանաչում հունիսի 7-ի մասին խոսեցիր հունիսի 7-ը այո այնտենց շատ ճակատագրական օր է շատ եթե մենք ասում ենք 21 թվականի ընտրություններն են ճակատագրական Արցախի մասով եւ պարզվեց որ ճիշտ է հիմա ճակատագրական ընտրություններ են բուն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի քաղաքական ապագայի մասին Կարելի է ասել կենսաբանական նույնիսկ քանի որ եթե տենց շարունակվի ապա Ասի կենսաբանականը մի քիչ նայ այստեղ մյուս սխալոնակ ընդդիմության այդ բանն է պաթոս կոչենք դա բայց ուրճեցումը պրոբլեմ ես չեմ ասի կենսաբանական քո օրինակի վրա բերեմ այդ պրոբլեմա երբեմն ընդդիմադիր խոսույցում գուցե նաև իմ եղելա կամ կա կամ կլինի դիտողությունը ինձ հիշաստան ես էլ դա չանեմ այդ հիպերալարմիզմը որը չի ընկալվում դառնում է բան էլի օրգանիզմը սովորում է դրան եւ չի ընդունում դա որպես ազդակ հա խի օրինակ կենսաբանական չեմ համարի այս բառը որտեվ հայկական համայնքներ կան օրինակ եթե Հայաստանի Հանրապետությունը չլինի այլևս որպես քաղաքական սուբյեկտ իսկ դա Նիկոլի վերարտադրության դեպքում ամենականխատեսելի սցենարն է հայ ժողովուրդը պես կենսաբանական տեսակ կարա իր գոյությունը պահպանի Գլենդելում, Կրասնոդարում, Մարսելում դες կենսաբանական հայեր կլինեն թողներեն իմ ասորի ընկերները ասորիները չունեն հազարամյակներով չունեն պետականություն, բայց կենսաբանական առումով կան։ Չէ, ես նկատի ունեի որպես Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետություն այո չի լինելու։ Այսինքն կարող է այտենց օբսիդ վերնիսաժնա չստեկոք, վերնիսաժի այն օբսիդիանի զրթիկներից դες մի հատ ֆլագշտոկի վրա դրոշը լինի, կարող է։ Եթե չստիպեն գույները փոխել, Այդքան գույների մեջ բան չկա առանձնապես։ Կարող է փոխեն, օրինակ, ստիպեն օրենքով փոխել description-ը։ Ընդ մեր օրենքում ոնց ամեն գույն ինչ-որ բան է, չէ՞։ Ոսկե գրածա կարմիրը պայքարի հայրենիքի ազատություն, չէ՞, ոսկե գրի կարմիրը խոսքի բանի, սմարոդինայի գույնն է։ Без разницы ինչի գույնն է այս պարագայում, էլի։ Գերբը կփոխեն եւ այլն։ Վստահ եմ, որ Նիկոլի վերարտադրության դեպքում այո եւ սա ստրաշիլկա չի 300,000 ադրբեջանցիների վերադարձ վերաբնակել պետական նարատիվն եմ ասում, բնակեցում, իսկ իրականում դեմոգրաֆիկ ագրեսիա Հայաստանի դեմ բերելու է, որ Ադրբեջանը դառնալու է երկրորդ պետական լեզուն։ Ես դա հավաստիացնում եմ։ Ես դա տեսնում եմ արդեն, էլի։ Տենց մի հատ օրինակ կա դու հաստատ կհիշես հին հունական այդ լեգենդների եւ միֆերի մեջ աստվածները որ ուզում են պատժեն ապոլոններ ոնց որ Կասանդրային որ ուզում է պատժի Կասանդրան սիրուն աղջիկա լինում ապոլոնին ասում է նյետ մերժում է ապոլոնը դրան պատժում անիծում ասում է դու սաղ կյանք կտեսնես ապագան մարդկանց կփորձես պատմել ու մարդիկ քեզ չեն լսելու այդ կոմպլեքս Կասանդրի մեջ ենք մենք այսօր որովհետեւ 18-ից 20 ենք ասում, ինչա լինելու, մեզ ոչ մեկ չի լսում։ 21-ին ենք ասում, մի մասը լսում էր, մի մասը մեկը չի լսում։ Հիմա 26-ին ենք ասում, ես տեսնում եմ, մենք տեսնում ենք այդ վատ ապագան։ Եթե հունիսի 7-ին հայ ժողովուրդը ճտիկը
այն ապոկալիպտիկ կինոներ կա, չէ՞, վերջի վարքյանին սենց գալիս ասես մեկը բան ու սենց անջատում է այդ ռումբի մեխանիզմը կամ այդ ճտիկը, այդ ապրիլի մեր հունիսի 7-ը հոլիվուդյան այդ ապոկալիպտիկ կինոների այդ ճտիկն է, մենք այդ ձեռը կարողանանք գցել կանգնեցնելու Հայաստանի եւ այ ժողովրդի ապագայի պայթեցման այս անցավոր մեխանիզմը, թե չէ։ 2018 թվականին մայիսին 1-ին ինքը չընտրվեց։ Այո։ Բայց անցավ 1-2 օր եւ դուք քվեարկեցիք կողմ։ Դժվար էր։ Ես կողմ չեմ քվեարկել, իմ կուսակցությունը Ես գիտեմ, որ դուք կողմ քվեարկելու որոշում չուներ, այստեղ կա մանիպուլյացիա որոշակի հայտնի շրջանակների կողմից։ Մայիսի 1-ին մենք չընտրեցինք Նիկոլ Փաշինյանին, շատ պարզ պատճառով, որովհետև շանս տվեցինք բոլոր այլ ընդդիմադիր ուժերին, որոնք մերժված չէին, մենք ենք չէ մերժվածը, մենակ մեզ էին մերժել։ Բոլոր այլ ուժերին, որոնք մերժված չէին, կոնսոլիդացնել եւ առաջարկել այլ տեխնացու։ Այսինքն մենք մեկին ծրեցինք թեման, որ ամսի 8-ին քաղաքական դաշտում առաջանան զարգացումներ եւ մենք որպես խորհրդարանական մեծամասնություն այդ պայն այդ զարգացումների կողք կլինենք, որպեսզի երկիրը Նիկոլ Փաշինյան վարչապետ չունենա։ Այդ օրերին շատ բան եղավ, որոնց մի մասը հիմա չեմ ասի, կամ չեմ հիշացնի մի պարզ պատճառով։ Այդ օրերի որոշ քաղաքական դերակատարներ այսօր ընդդիմադիր դաշտում են եւ վերջին տարիներին մեզ այդ ընդդիմադիր խրամատում են։ Ես բացարձակ ցանկություն չունեմ իրենց այսօր վնասելու, բացարձակ ցանկություն չունեմ իրենց անմիջական հայտին խանգարելու մասնակցելու այս ընտրություններին եւ բացարձակ ցանկություն չունեմ այս մշուշոտ ապագայի պարագայում հիշեցնել անցյալի դրվագներ։ Դա համարում եմ, այո, գուցե ես տենց ստարամոդնի եմ, դեմոդե եմ, ինչպես կասեն ֆրանսիացիները, բայց ես իմ դաստիարակությունը ստացել եմ լավ ռոմանների հիման վրա, որտեղ կա ռիցարդство, благородство, որտեղ միշտ բարին հաղթում է չարին, էլի։ Մենք այտենց ենք դաստիարակել, չէ՞, մենք հիշի մեր բոլոր պատմությունների, գրքերի, կինոների, հեքիաթների մեջ ամենտեղ եղել է Վալտեր Սկոտի հավաքածու ենք առնում, ճիշտ է։ Ավելին ասեմ քեզ, ես մակուլատուրայի հանձնում, որպեսզի Մորիս Դրյոնի այդ պրոկլետի կանոնի սերիա ստանամ կամ բանը վերցնենք այդ Բիկոն դե Բրաժելոնը ստանանք, այդ։ Լավ, ես ուղղակի ուզում եմ հիշեմ, նաև հիշեցնեմ, հա, երբ որ Սգոն պարոն Սաղաթելյանը ազգային ժողովի ամբիոնից ձեռքը բռնած թերթը այնպես մատնանշում էր, ուզում եմ ասեմ, այդ ոչ թե 8 տարում եկավ հասա, որ ժողովուրդը թքած ունի, որ ինքը սուտ հասանա։ Առաջի օրերին մատնանշում է, որ այստեղ դու ասում ես, որ մենք պետքա Արցախի խնդրից բրծնենք հանձնելով ամբողջը, պետքա Հայաստանը հրաժարվի։ Ինքը ասում է դա սուտ է, այսինքն իրա թերթում, իրա աստորագրության տակ։ Հիշում եմ այդ դրվագը, այո։ Ու առայժմ ժողովուրդը հավատում է այդ ցտին։ Ահագին մարդ էլ չի հավատում, շատ մեծ բազմություն էլ չի հավատում, որոշակի հատված հավատում է, իսկ մի զգալի հատված ընդհանրապես էլ չի հետաքրքրվում։ Բայց այստեղ միջև չհետաքրքրվողներին անցնելը, որոնք շատ կարևոր սկզբունքային հարց են, խնդիր ունեն լուծել։ Չմտածես, որ մեր ոնց որ Սերժ Սարգսյանն եմ ցիտում բարբերաբար դա բան, պարզապես հիշեցնում եմ այդ քո ասած դրվագի հետ կապված շատ անկեղծ իր խոսքերը, պատմական տեքստ էր դա իր հրաժարականի 8-րդ ամյակի հետ, ես կասեի տարելիցի իրականում կապված ուղերձում ինքը ասում է ես չկարողացա ժողովրդին բացատրել, ժողովրդին չլսեց։ Ну չեր ուզում լսել։ Չեր ուզում, որ ասում է Սգոն ցույց էր տալի, այսինքն Սգոն այդ մասը այդ իր մի դրվագն է, չեր ուզում լսել, չէր լինում բացատրել։ Չէր տուպը չէր լինում բացատրել, երբ որ ես մայիսի 1-ին Նիկոլի դեմ էի խոսում, ասում էի դու արեցիր քո գործը, մտար պատմության մեջ որպես ժողովրդավարական այսպես ասած շարժում բան անելով մեր օքեյ, хрен с тобой, Նելսոն Մանդելան ես դու մեր օրերի, բայց դու չես կարող լինես վարչապետ, որովհետեւ ես քեզ ընտրեմ վարչապետ, այդ կնշանակի Հայաստանի վերջը, վերջի սկիզբը։ Այդ պահին երևի մի 60,000 միջնամատ էր ես հրապարակում դեպի ինձ ուղված էկրաններ։ Ես այդպես այդ կադրերը կան, ես խոսում եմ, քեզ չեմ ընտրելու, որովհետեւ ես չեմ ուզում երկիրը կործանվի,
668-70 միջնամատ է ինձ գալիս, հա, քֆուրով անդեր։ Ես չեմ չարախնդում։ Իրավունքը չունեմ դրա, ոչ նեղանալու, ոչ բանանալու, այդ խոսեցինք առաջի մասում, բայց ես ուզում եմ այսօր այդ մարդկանց մի մասին, ով փորձեց զբաղվել քաղաքականությամբ 18 թվականին, այո, բերեց Նիկոլին, նպաստեց Նիկոլի գալուն եւ տեսավ ինչա կատարել, ոչ թե ասեց ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, այլ տղեկ ջան, հավաքեք ձեր հետևից, նոր գնացեք ձեր սպալնյան։ Այսինքն եկել եք զալ, կներես, կերեք, խմեք, ինչ ասես չեք կարե, հիմա ասում եք, մենք էլ չենք զբաղվում այս բնակարանի մաքրությամբ, օքեյ, չեք ուզում զբաղվեք, ձեր իրավունքն է, մեր ընտրականություն չի պարտադրում ընտրական իրավունքից օգտվել, բայց խնդրում եմ եւ պահանջում եմ 18 թվականի բոլորիս լավ, տենց ասել, կերած բողքերը մի հատ եկեք մաքրենք, մենք մեր տունը մաքրենք, նոր ասեք, որ դուք այլևս ոսկի տան դիզայնի հետ գործ չունեք, որտեղ ձեր մոտ չի ստացվում։ Ոնց թե մենակ դիզայնի խնդիր է։ Ես դիզայնը տենց առաջի ոլորտը եմ, լավ, տան տաքացման կամ էլեկտրականության, բոլոր հարցերի հետ, այո։ Բայց դուք եկել եք, այդ ժամանակ զբաղվում եք, չէ՞, որոշեցիք, որ զբաղվելու եք։ Հանրային հայտնի դեմքերից մինչև շարքային անհայտ դեմքեր։ Եվ այդ մարդիկ այսօր, որոնք ասում են, ես հասկանում եմ իրանց վախը, իրանք մեքենային ղեկ ասել են, չէ, սենց քշեք, սենց վերցրել են սենց ու մարդ են գցե տակա։ Պետք է մի հոգի չէ, 5000 հոգի, հայրենիք են գցե տակա։ Ավարիա են տվել։ Հիմա կոմպլեքս ունեն, վախ ունեն, չեն կարող մոտենան այդ ռուլին։ Ես իրանց կոչ կանեմ, Տիկնայք ջան, ընկերներ ջան, հայրենակիցներ ջան, ինձ սիրող եւ չսիրող մարդիկ ջան, եկեք մաքրենք բոլորս միասին ինչ որ մի լումա ունենք այդտեղ այդ աղբի մեջ, հա, մեկը չիպսի տոպրակա շպրտե, մեկը արտաթորել է, մեկը թքել է, մեկը մի խոսքով, մեկը շունա բերե հետևից չի մաքրել, այդ հավաքական աղբի մեջ մարդը իր կերած բողկա թոմաքրի, մաքրենք մի հատ մեր տունը, ու հետո որոշեք ուզում եք զբաղվել քաղաքականությամբ, թե չէ, որտեղ մենակով առանց ձեզ այն հասկացած հատվածը, այս պայդրության կողմնորոշված հատվածը, կապ չունի ընդդիմությունը, հասարակությունը, ինչ սեկտոր ինտելեկտուալա, մտավորական, IT-շնի, ոչ կապ չունի։ Այդ մարդիկ չեն կարող մենակով մաքրեն։ Միասին ենք կեղտոտել, եկեք միասին մաքրենք։ Նայ, ես դեմ եմ այդ կարծիքին, այդ միասին մեղավորության զգացմունք, հա, որովհետև երբ որ փորձում էին ինձ համոզել, որ պատերազմում միասին ենք պարտվել, մենք բոլորս ենք բանալի, հա, միասին ենք։ Ես չեմ ընտրել Նիկոլին, ես դեմ եմ եղել դրան, ես դրա համար տուժել եմ բավականին հաճախ։ Դու ճիշտ ես, ես հիմա իմ կոչը այդ կոնտեքստի մեջ չի, կներես, դու կարևոր բան ես ասում, այդ միասինի մեջ բոլորս միասինը գործ է, գործի մեջ եմ ասում, միասին անենք, բայց մարդը իր փայ անի գոնե իր։ Բացառիկ հնարավորություն Եվ որ դու ինձ դու իմ ասածը մտովի տարար են, սրանք բոլորը մեղավոր են, չէ, բոլորի մեջ թաքնվում է մի հատ սատանա, դեռ ասում ես բոլորը մեղավոր են, դու քո մեղքը չես ընդունում, չէ, վերացական բոլորը, ովքեր են այդ բոլորը, յուրաքանչյուրն է մեղավոր։ Եվ այդ մենքը յուրաքանչյուրների էգոներից է բաղկացած, եսերից է բաղկացած, յաներից է բաղկացած, բոլորը, վսեի մեջ անհատը չկա, իսկ 18-ին ամեն մեկը կներես այդ բանի մեջ յայով էր, ինքն էր, հետևաբար ես քո հետ լրիվ համաձայն եմ, այդ բոլորը տերմինը քաղաքական պատասխանատվությունից բանի տակ չքողարկվենք դրա տակ, յուրաքանչյուրս մեր գործը անենք։ Այո, հունիսի 7-ին առնվազն ձեր կյանքից 10 րոպե ժամանակ, 15 րոպե ժամանակ եք հատկացնում, ձեր անձնագիրը վեկալում եք, գնում եք ձեր ամրագրված ընտրատեղամաս եւ քվեարկում եք ցանկացած ուժին։ Ձեր ձայնը պետք է օգտագործվի։ Վերջապես պետք է մարդիկ հասկանան, որ իրենք կետ չեն, ստորակետ չեն այդ։ Ես մի փոքր մոդիֆիկացնեմ, իր լրումը կամ հատուկ կարծիք տա։ Գնացեք խնդրում եմ ընտրատեղամաս, ընտրեք ցանկացած ուժի, բացի Նիկոլից եւ Նիկոլի սատելիտներից։ Ես չէի կարող սա չասեի, որովհետեւ եթե գնան ընտրեն անունները չտամ, Նիկոլի
ապենդիքսները ոչ մի օգուտ դրանից չկա։ Գնացեք ընտրեք ում ուզում եք, բացի այն ուժերից, որոնք Նիկոլ են կամ Նիկոլա Մերձեն կամ Նիկոլի այլ փոխակերպումներն են եւ խնդրում եմ բացի այն ուժերից, որոնց ձայն տալով պարզապես ձեր ձայնը կորելու է, որովհետեւ փոշիանալու է։ Ну, ինձ թվում է մինչև ընտրություններ բավականին ժամանակ ունենք ու այդ ուժերը սթափ մտքերով կհավաքվեն ու կհասկանան, որ կարան ինքնաբացարք հայտարարել։ Մի մասը գուցե, բայց մի մասը ակնհայտ է, չէ՞ որ դիտավորյալ է դրված։ Ես չեմ բացառում, որ կան ուժեր, որոնք պրոստը իրոք զակայվ ուզում են ռասկրուտկա լինեն, մի քիչ հանրայինի ձերի եթերից օգտվեն, մի քիչ տուդա, մի քիչ սուդա, բայց 10 օր շուտ օրենքով սահմանված ժամկետում կհայտարարեն, որ դուրս են գալի պայքարից։ Չեմ կարծում, որ այդպիսի ուժեր չեն լինի։ Բայց ես վստահ եմ կան ուժեր, որոնք սպոյլեր են պրոստը, որոնք դրել են հենց նրա համար, որ փչացնեն, փոշիացնեն ուրիշ տեխնոլոգիա։ Ես գիտեմ ավարտում ես հաղորդում, բայց սա էլ ասեմ։ Կան ուժեր, որոնք սպոյլեր են կոնկրետ մտել են դաշտ, ակնհայտ է, ոչ թե արժե մտնելու համար, այլ օրինակ նիկոլական ուժեր են, Նիկոլի սատելիտներն են, որոնք մտել են դաշտ, այդ քարոզչության ժամանակ գովազդ դառնելու քաղաքական ու դիմադիր այս կամ այն ուժերին պրոստը տուպը թիրախավորելու։ Այդ սպոյլերներն են, այսինքն իրանք գիտեն, որ մի տոկոս չեն հավաքել, վստահ եմ իրանք փողն են ինչ-որ մի տեից մտել է ու ոչ մեկ դա չի ստուգելու, իրանք առնելու են եթերաժամանակ, գնան լուրջ դեմքով, ոչ թե սեփական կուսակցությունը առաջ տանելու, այլ ընդդիմության առաջատար կալոնաներին, այսպես ասած, էշելոններին խփելու համար։ Մենք դա կտեսնենք։ Ես քեզ այդ ժամանակ կզանգեմ, կասեմ, տեսա՞ր այս ռոլիկը։ Այդ ինֆորմացիայի ֆոնին մի հատ հետաքրքիր քեզ նորություն կասեմ, քեզ կխնդասնի։ Այս վերջերս ծանոթներս փորձել են մի հատ հանրային տարածք գտնել, որ միջոցառում կազմակերպեն շաբաթ կիրակի կամ ինչ որ հանգստյան օրերին, ինչ որ համերգի տիպի, հանրային տարածք էր պետք, թույլտվությունով, ամեն ինչով, այնց քաղաքականության հետ կապ չունեցող բանի, ու գիտես, որ մինչև հունիսի 7-ը բոլոր հանրային տարածքները Երևան քաղաքում եւ մերձավոր մարզերում զբաղված են։ Լուրջ ես ասում։ Մի քաղաքական ուժի կողմից ռեզերվ արել են ամեն ինչ։ Բոլորը արդեն զբաղված են թղթով, ամեն ինչով, ու դա հեչ չի նշանակում, որ իրանք անելու են այդ միջոցառումները։ Նշանակ պարզ է այդ։ Հասկանալի տեխնոլոգիա է, անազնիվ, իրանց նման նենք տեխնոլոգիա է կներես։ Ու վերջացնելով մեր խոսակցությունը, պարզապես մի բան, քաղաքական պայքարը մենակ այդ հանրային տարածքներում չի։ Քաղաքական հիմնական մենամարտը բեմը հարթակը ըստ է։ Կամ ըստեղ։ Եթե մարդը ըստեղ կամ ըստեղ կրեց ինքն իրան, իր նիզմինի ինստինկտները, այն նարատիվը, որ Նիկոլաս փորձում է սարքել նոր նորմա, եթե հաղթարես դա, կապ չունի հրապարակով զբաղեցրե։ Կարևորը ստեղ Նիկոլը չմտնի, ստեղից դուրս շպրտել նրան, ստեղից դուրս շպրտել։ Եթե ուրիշ օրգաններ էլ կա որտեղ մտել, ատեից էլ շպրտեիք։ նայ դու շատ սիրուն բան ես տալիս, հնարավորություն ես ինձ տալիս ասել, որ գլուխը եւ սիրտը վերջապես պետքա առնանդամն ու ստամոքսին հաղթեն։ Ես կզսպեմ իմ գայթակղությունը չմտնելու հիմա նաև այդ թեմայի մեջ բժշկագիտական տեսակետներից։ Ես կարծում եմ, որ եթե գլուխն ու սիրտը մարդու մաքուր են եւ լավ են աշխատում, մնացած բոլոր օրգանները, այդ թվում քո թվարկած, խնդիր չունեն իրանց ֆունկցիան կատարելու։ Նայ, դե ֆակտո ներքին եւ արտաքին քաղաքականությունը թելադրվում է ստամոքսի եւ մեզ փորձում են այսօր հրամցնել այդպիսի վարվեցողական պավիդենչիստի մոդել, դա մեզ փորձում, դա փորձում ինքը դարձնել նոր նորմա, new normality, այսպես ասած, դա փորձում սարքել։ Այն ինչ որ առաջ վատ էր, հիմա դառնում է նորմա։ Մենք դրա մասին խոսեցինք, ով ուզում է նորից վերհիշի, կարող է բերեմոտ կանի եւ մեր հարցազրույցը սկզբից։ Շնորհակալություն, փոխադարձ։ Մինչ նոր հանդիպում։ Իսկ ձեզ հարգելի ունկնդիրներ, կխնդրեմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, խնդրում եմ ցենզուրայից դուրս շատ մի տարածվեք, չնայած մենք սիրում ենք մեր ֆեյքերին, իրանք ավելացում են դիտումները եւ տարածում են մեր վիդեոները։ Մինչ նոր հանդիպում։